Ողջույն հայրերի աշակերտներ, այսօր մենք կփորձենք ամփոփել Շիրազադեի քաոս վեպը, որը արդեն երկար ժամանակ է ինչ ուսումնասիրում ենք։ Եվ քաոս վեպը մենք կուսումնասիրենք այդ ձևաչափով։ Մենք կփորձենք այս դասի ընթացքում կիրառել 21-րդ դարի հմտությունները։ Այսինքն կփորձենք զարգացնել ձեր քննադատական մտածողությունը, ձեր ստեղծարարական միտքը եւ ինչպես նաեւ ձեր ապրելակցությունը, երբ որ դուք եք լուծում հերոսների կերպարները։ Նախքան այդ ես ուզում եմ որ դուք ուշադրություն դարձնեք էկրանին։ Հիմա պատկերացրեք երեխաներ, դուք բացում եք լրահոսը եւ կարդում եք այսօրվա լրահոսի մեջ հետեւյալ մտքերը։ Անցյալ թե ներկա, տեսեք, խոսում է այստեղ ժառանգության մասին, բիզնեսի ընտանիք, կազինոներ, պարտքեր, սնանկացում, բայց դուք կարդում եք այս լրահոսը։ Ինչ եք կարդում։ Սրանցից որը կապ ունի մեր քաոս վեպի հետ։ Բոլորն էլ կապ ունի ինչու։ Ինչու կապ ունի։ Քաոս վեպը ինչու կապ ունի։ Կան մեր քաոսի մեջ, այդ խնդիրները եւ կան այսպես ժառանգության համար պատերազմ, եւ վեճը կապ չեն կանիքների միջեւ, եւ տեսակ այնտեղ ոսկե երիտասարդության օգնելով իրենց կյանք անցնեկացնում կազինոները եւ դրա համար բավականին պարտքեր են կուտակում, այսինքն մենք սա տեսնելով կարող ենք եզրակացնել, որ Շիրազադեն ներկայացրած քաոսը միայն 19-րդ դարում չէ, կարող է նաեւ 21-րդ դարում։ Հիմա տեսնենք իսկապես 19-րդ դարի քաոսը տեղափոխվել է 25-րդ դար եւ եթե տեղափոխվել է 22-րդ դար, մենք ինչ լուծումներ կարող ենք առաջադրել։ Դուք աշխատել եք խմբերով։ Ես յուրաքանչյուրին տալիս եմ առաջադրանք, հետո արդեն ներկայացնելու ժամանակ դուք խմբերը կասեք։ Ես խնդրում եմ վերցրեք յուրաքանչյուրը, կարդում եք ձեր հարցերը եւ փորձում եք այս հարցերի շուրջ աշխատել։ 8-ից 10 րոպե ձեր ժամանակ է տրվելու։ Հիմա կարդում եք հարցը, սկսում եք աշխատել։ Իսկ ով է եկել արժեքների բուրգը, խմբը, ով որ արժեքների բուրգն է, տեսեք այստեղ կա դուք պետք է արժեքների բուրգ պատրաստեք ձեր ունեք։ Դուք պետք է այս արժեքների բուրգը լցնեք, ներքևի հատվածը եւ վերևի հատվածը ըստ ձեր պատկերացրած հերոսներին։ Դե սկսեցինք աշխատել։ Ունեք դուք հարցեր, ալակասեք ժամանակը լրանում է։ Մեր ժամանակը սպառվեց, արդեն 10 րոպե անցել է, եկեք սկսենք ունեք փաստաբանների խումբը, սկսենք փաստաբաններից, ձեր սկսեցի, ահա տվեք նայեք, ես հարցը այստեղ առաջադրել եմ, նախ փորձեք կարդալ հարցը, Սոնա դու կարդա։ Սպերուց եք Մարկոս Արիդյանի կտակը, արդյոք եք աշխարհել, հենց դա դարձում անվանական խաղցի դուք երեք հիմնավորում եք։ Դուք պետք է վերլուծեք եւ երեք հիմնավորում տայք, սկսեցինք։ Մեր լուծել Մարկոս Արիդյանի կտակը եւ գտել, որ այս փաստաթղթերը ինքն հանդիսացել ընտանեկան քաոսի։ Այո, ընտանեկան խաղաղության։ Լավ, հիմա լսենք մեր փաստաբանների հիմնավորումները, խնդրեմ, փաստաբաններ։ Ինչ մեկից հիմնավորումները լսել եւս մեկ անգամ քննարկենք կտակը։ Մարկոս Արիդյանը խաղաղ գործադերն է ունեցավ
կնոջից եւ ամուսնանա ազգությամբ հայ կնոջը, ինչպես նաեւ հրաժարվի իր երեխաներից։ Հաջորդը Միքայելն է, նա պետք է հրաժարվի իր շնորհ կյանքից եւ ամուսնանար հայ օրինակով կնոջից։ Իսկ մյուսը Արշակն էր, որը Միքայելից ոչինչ չէր կազմում եւ նրան դասիրակությամբ պետք է զբաղվեր իր մայրը Ոսկեհատը։ Իսկ Մարթան Ալումյանի դուստրը միջանցին հատված է հասնում Մարթային։ Փոքրիկ ժամանակություններ, Այս ամենի իմանալով Միքայելը դիմում է Մարթայի ամուսնու Մարությանին, ով իրավաբան էր եւ նրանք երկուսով ստեղծում են մոտ կտակը։ Այո, փորձում են ստեղծել մոտ կտակը, ժառանգությունը վերցնելու նպատակով։ Սա կտակի մեկ անգամ եղել անդրադարձա կտակի։ Հիմա ինչ փաստարկներ ունեք վերից, ապա սկսենք, Սոնա։ Առաջին հիմնավորումը եղբայրների թշնամությունն է։ Մարկոս Արիմյանի անարդար աշխած կտակը, որը Սմբատին դարձել ժառանգության տեր, իսկ Միքայելին զրկյալ, կտակը եղբայրների միջև սիրո փոխարեն նախանձ ու թշնամություն սերմանեց։ Միքայելը վիրավորված էր հորից, իսկ Սմբատը սկսեց վախենալ, որ Միքայելը կխլի նաև իր մասնաբաժինը։ Մեր խումբը կարծում է, որ կտակը շատ անարդար էր բաշխված, քանի որ Մարկոս Արիմյանն ուներ չափազանց մեծ հարստություն, որը կարող էր հավասարաչափ բաշխել իր 4 զավակների միջև, որպեսզի ընտանիքում խոչընդոտներ չառաջանան։ Լավ, դուք այդպես եք մտածում, դուք ուղղակի մտածում եք, որ եթե 4-ի մեջն է, այս քաոսը չէր ստեղծվի։ Լավ, սա մեկ հիմնավորում, ապրեք, ուրիշ ինչ հիմնավորում է, ապա այդ լինա։ Երկրորդ հիմնավորումը փողի կայթակղությունն էր, կտակը փորձում էր Սմբատի համար, որին նա չդիմացավ, ունենալով իր ողջ ժառանգությունը, նա աստիճանաբար դարձավ ակադեմիկացկածամի եւ գործեց իր արդար տեսակը, քանի որ կտակը հնարավորություն էր տալիս իշխել իր եղբորը։ Այսինքն փաստորեն Միայն եղբորը եղբայրներին, այսինքն փոխարենը Սմբատը հարստություն օգտագործել որպես բարիքի միջոց, նա դարձավ դերասրուկ։ Այո, եւ ինչպես Մարկոս Արիմյանը դարձավ խիղճ չհանձնած երկարտեսների երկնքին վերբանը դրած։ Լավ, փողի գայթակղություն է հաջորդ հիմնավորումը։ Ուրիշներ ինչ հիմնավորում ունեն, Երրորդ հիմնավորումն այն է, որ կտակը դուրս բացեց Մարթանային մարդկանց առաջ։ Նա տեսավ եղբայրների միջև ստեղծված ամուտը եւ ընդորեն օգտագործեց Սմբատի ակավությունը ընտանիքը վերջնականապես քայքայելու համար։ Մարկոսը փորձեց զրկել նավթարերը, սակայն կտակով քանդեց իր տունը։ Լավ, ասինքն Մարությանյանը դարձավ առիթից օգտվեց, այդ քաոսից օգտվեց, ինքը եւս մեծ բաժին ժառանգություն ստանալու համար։ Դուք ներկայացիք 3 փաստարկումներ, խնդրեմ հիմնավորեք եւ եզրակացրեք։ Խնդրեմ, ի վերջո ինչ փաստարկումներ ներկայացրեք։ Քրճերը Մարկոս Արիմյանը հանճարեղ գործարար էր, սակայն ծախողված հայր։ Կտակը, որը պետք է կանոն ստեղծեց, իրականում մեծ իսկական քաոս։ Այո, ձեր վերջնական ոչերը այդ է, որ Մարկոս Արիմյանի կտակը ստեղծեց քաոս այստեղ։ Լավ, շնորհակալություն հարգելի փաստաբաններ։ Հիմա եկեք լսեք հոգեբաններին։ Ովքեր են հոգեբանները, դուք եք։ Ես ձեր հարցը կարող եմ նաև այստեղ ունենալ վարդար։ Վերականգնեց Սմբատի եւ Միքայելի երկխոսությունը, ինչ պետք է ասեն եղբայրները իրենց աղետը կապելու համար։ Լավ, հիմա պետք է խոսենք, պատկերացրեք, որ հոգեբաններ եք դուք եւ ինչպիսի զուր պետք է ներկայացնեք, որպեսզի այդ աղետը կանխեն։ Մեր խումբը վերցրել է Սմբատի եւ Միքայելի հարաբերությունների հոգեբանական տեսանկյունից, մենք հասկացանք, որ քաոսի իրական պատճառը ոչ թե կտակն է, այլ եղբայրների միջև արգելք ոսկի բացակայություն։ Լավ, այսինքն հաղորդակցություն չկա եղբայրների միջև։ Ունես ինչ եմ իմանացել արդյոք խնդրեմ։ Սմբատը փակվեց իր ագահության ու ախելի մեջ, իսկ Միքայելը փակվեց իր վիրավորանքի։ Մենք փորձել ենք վերականգնել Այնպիսի երկխոսություն, երկխոսություն, որը կարող է փոխել ամեն ինչ։ Լավ, փորձենք լսել երկխոսությունը, ովքեր երկխոսությունը կարդում, Ինան եւ Սարա։ Հիմա մենք լսում ենք Սմբատի եւ Միքայելի նորօրյա երկխոսությունը։ Խնդրեմ տեսնենք ինչ երկխոսություն։ Տեսքունի, որը մենք իջան ներկայացնենք, ես կկատարեմ Միքայելի դերը, իսկ Սարան կկատարի Սմբատի դերը։ Լավ, խնդրեմ լսում ենք ձեզ։ Սմբատ, հայրս մեզ միլիոներ կտակեց, բայց մեր մեջ ատելություն սերմանեց։ Մենք դարձանք մեր տան մեջ ապրող օտարներ, որոնք երանային են ոչ թե սիրո, այլ կասկածով։ Միքայել, այդ անիծյալ կտակ ուրացրեց ինձ։ Ես սկսեցի վախենալ, որ դու կքանդես այն ամենը, ինչը հայրս ստեղծել էր արյուն քանդինքով, ողի ուժը սպանեցի մեջ եղբորը։ Այո։ Բայց նա ինձ ուժ էր, այս հարստությունը մեզ միայն քաոս ու մենություն բերեց։ Ինձ պետք չեն նավթահորերը, եթե դրանց կինը մեր ընտանիքի կործանումն է։ Ես ուզում եմ իմ եղբորը, ոչ թե քո ոսկիները։ Ճիշտ ես, ես վախենում էի Մարությանյանի նման գիշատիչներից,
բայց չնկատեցի, թե ինչպես ինքս վերածվեցի իշաչի, հարազատ եղբորս համար, այս փառքը դատարկ է և տանը սեր չկա։ Սմբատ, եղբայրս, ես պատրաստ եմ հրաժարվել իմ բաժնից, միայն թե տեսնեմ այն եղբորը, ում հետ մեծացել եմ, արի ուղղակի սկսենք նորից, մաքուր խղճով ու հարազատի սիրով։ Ների ինձ, արի միասին կառավարենք մեր տունը, որպես հավասարներ, առանց վտակի ու առանց պայմանների։ Մեր միասնությունը ավելի քան աշխարհի բոլոր միլիոնները։ Հետաքրքիր մոտեցում է, այսինքն դուք մտածում եք, եթե նրանց մեջ կապված զրույց, այս քաոսը չէ ստեղծի, այս իրավիճակը չէ ստեղծի։ Լավ, հետաքրքիր է վերջում ինչ կա եզրակացնել ապա ամենից լսենք շնորհակալություն Սարա և Ինա։ Մեր խումբը եզրակացրեց, որ այս երկխոսությունը կկանխի աղետը, որովհետև այն հիմնված է վստահության վրա։ Երբ մարդիկ սկսում են խոսել իրենց վախերի մասին, քաոսը նահանջում է։ Սմբատը չէ դառնա հոգեպես թույլ, իսկ Միքայելը ստիպված չէ միացել այդ դաժան ճանապարհով։ Մենք սովորեցինք, որ 21-րդ դարում ամենակարևոր հմտությունը հաղորդակցությունն է, որը փոխում է ընտանիքներ և ճակատագրեր։ Այո, հաղորդակցությունը շատ կարևոր է։ Եվ դուք եք երևանք, ինչ մի բանից ներված եք լինում, ինչ-որ հարց եք ձեզ խոսում, ապա ձեր ընկերների, ձեր մայրերի, ծնողների ուսուցիչների հաղորդակցեք, կփորձեք զգացում, որ երբ թեթևանում է ձեր մոտիվը եւ ժամանակ դուք ինչ-որ մի երբ եք գտնում այդ դժվար վիճակից դուրս գալու համար։ Շնորհակալություն ձեզ, հարգելի հոգեբաններ։ Հիմա եկեք լսենք մեր սոցիոլոգներին, խնդրեմ։ Իհարկե կարող եք, ձեր աղերքերի գրուպեր, չէ, եկեք։ Ինչ որ ես խնդրեմ, որ կարդալ ինչի մասին է խոսքը, ինձ էկրանից կարդա եկո։ Մեր առաջադրանքն է, ինչպես է փոխում մարդկանց վարքը, համայն քննարկման միջոցով վերացրեք արժեքների բուրդը, դասավորելով վեպի հերոսներին ըստ իրենց սկզբունքների։ Դուք ինչպես մտածել եք, այդպես է դասավորում եք, սկսեցին։ Մենք բարձր անենք, լավ, այսպես անցը, որ գույնը Երևան։ Մեր խումբը քննարկել է, թե ինչպես է փոխում մարդկանց վարքը, վեպում տեսանք, որ հարստությունը մեկին դարձում է դաժան, իսկ մյուսին ստիպում է փոխվել ու ուղղվել։ Մենք պատրաստել ենք մի արժեքների բուրդ, որտեղ հերոսներին դասավորել ենք ըստ իրենց արարքների, իսկ հիմա կտեսնենք, թե ով որտեղ է հայտնվել։ Մենք սկսել ենք ստորին հատվածից, այստեղ գտնվողների համար կողմերակ արժեքները և մենք բաղադրում ենք ամեն ինչ փողի համար։ Լավ, և որ մեկ մտրեք։ Ես առաջարկել եմ մեկն փակցնել Մարութանյանին և Ստապեն Գասպարիչին։ Ինչու՞։ Մարութանյանը նա շատ խելացի էր, շատ խելացի փաստաբան էր, սակայն չար և անգութ։ Խարդախ նաև չէ, ահա։ Նա անում էր, նա ստեղծել է կոնտրկտակ, որ Միքայելից վերցնելով խորագրություններ, իսկ այդ խորագրությունները հետագայում դառնում են կլորի գումար պարկ։ Մարութանյանը նաև ինձ համար նա ուզում է ներկերում մենակ նրա համար, որ այդքան գումար է տրտարկում, սակայն երեխաներին չի ցանկանում ուժել փող չտասելու համար։ Այո, նա ուներ իման երեխաներ, որոնց բուժբանհամար համաձայն են, փող չունեն, ափսոսում են փողը ծախսել, ահա։ Նույնը կարող եմ ասել Ստապեն Գասպարիչի մասին, նա ժողովուրդ էր և մյուսների դժբախտությունը նրա սնունդն էր։ Այո, լավ։ Դրել ենք Մարկային Մարութանյանի կինը, որ իրականությամբ փորձում է քանդել ընտանիքի ամուսնությունը, նա ոչ թե որում է անդադար դրդում է ընտանեկան վեճերից։ Ընտանեկան վեճերից, լավ, համաձայն եմ, ահա, հաջորդ։ Նաև փակցել ենք Անուշ Գողուլանյանին, նա Միքայելի գիրքն էր, նա մանրավորում է այն թեթևա մի միջավայրը, որտեղ ծախսում են որ փողերը խաղասեղանների շուրջ։ Այսինքն նաև Անուշը էլի անբարոյական կնոջ կերպար էր, չէ, որը հասարակության կողմից չէր լինում, համաձայն եմ Անուշի հետքերի հատվածում տեղադրելու համար, ուրիշ։ Ես առաջարկում եմ բուրգի ստորին հատվածում ներկայացնել Արշակյան և Ոսկե երիտասարդությանը, նրանք ամենքի սպառողներն են և Արշակը Մարգոսի փոքր որդին էր, ով չուներ բարոյական սկզբունքներ և մտածում էր միայն սեփական հաճույքների մասին։ Նույնը կարող եմ ասել նաև Ոսկե երիտասարդության մասին, նրանք անիմաստ վատնում են և ցոփշվայր կյանք էին վարում։ Ես առաջարկում եմ բուրգի մեջտեղի հատվածում դնել այն մարդկանց, ովքեր կամ բարի են, կամ աշխատասեր,
սակայն չունեին հոգևոր հանգստություն։ Բուժի կենտրոնում կարող են դնել Մարկոս աղա Ալիմյանին, քանի որ նա հզոր էր, նա աշխատասեր էր, սակայն կոպիտ էր եւ նա կարողացել է ստեղծել հարստություն, սակայն նա չկարողացավ ստեղծել ջերմ ընտանիք եւ հենց նրա կտակն էր, որ դարձավ քաոսի պատճառը։ Այո, ջերմ ընտանեկան, որ չկարողացավ ստեղծել։ Բուրգի մեջ նշվում ենք դրել Սմբատին, Սմբատը վեպի ամենաբարդ կերպարն էր։ Նա ուներ խիղճ, բայց բուղի գայթակղությունը նրան դարձրեց ագահ ու մենակ։ Նա անդադ տատանվում էր բարու եւ չարու մեջ։ Բուրգի մեջտեղում դրել եք նաև Անտոնինա Իվանովնային, նա Սմբատի կինն է, նա բարի էր, բայց թույլ, նա նոր բռնան է, որտեղ նա անարդարությունը, բայց չունի ուժ դիմակայել քաոսին։ Բուրգի մեջտեղում դրել եք նաև Այդի Մոսկերատին, միակ ով աղոթում էր ընտանիքի համար, նա մայրական սիրող խորհրդանիշ էր, բայց անզոր է կանգնեցել իր որդիների թշնամանին։ Լավ, անցնենք, բուրգի գագաթում եք դրել, ահա։ Այստեղ մարդ հաղթում է փողին եւ գտնում իր ներքին լույսը։ Դուք դրել եք վերին մաս, Դրել են Շուշանիկին եւ Միքայելին։ Շուշանիկը որպես բացարձակ մաքրություն եւ հոգեվոր ուժ։ Նա միակն էր, որ ոչ մի վայրկյան չգայթակվեց Արիմյանների հարստությանը եւ նրա սերը դարձավ Միքայելի փրկության առանցքը։ Իսկ Միքայելը անցավ քաոսի բոլոր փուլերով, կորցրեց իրեն, բայց գտավ հենց ինքը իրեն։ Նա ապացուցեց, որ աշխատանքի ու մաքուր խիղճը միայն երբեք քաոսից։ Այսպիսով մեր խումբը կարող է եզրակացնել, որ քաոսին հաղթում է այն, ով բարձրանում է դեպի այս գագաթը։ այո, եւ մենք պետք է փորձենք քաոսի դուրս գալ եւ հաղթել։ Շնորհակալություն, հետաքրքիր վերլուծություն եք, լսեք արժեք սոցիոլոգներ, խնդիր լսեք եւ լսեք մեր վերջին խնդիրը։ Մեր վերջին խնդիրը մեդիա բեռներն է, ահա։ Մեդիա կոմպոնենտը Ինչու եք ուղարկել, դուք հասել եք Տելեգրամյան վերեջով։ մեր տելեգրամյան վերջին ուղարկեք, ես տեղադրեմ։ Հիմա տեսեք, ես մեծացնեմ, որ բոլորին երևա, կարող եք դուք գալացիներից խոսել հենց։ Երևում է բոլորին, հետաքրքիր նկար եք ընտրեք։ Մեր խումբը Միքայելին պատկերացրել է 21-րդ դարում եւ որտեղ նա հայտնի բլոգեր է, ով իր կյանքի կարևոր շրջադարձը զուգում կիսում է իր հետևորդների հետ Instagram story միջոցով։ Ասում է ստեղծած story-ում պատկերված է Միքայելը գործարանի ֆոնում, այնտեղ մենք ավելացրել ենք տեքստ, որտեղ ասվում է. Ես պատմեցի ամեն ինչ, ժամանակ, փող, պատիվ, բայց գտա ինձ, քաոսն ավարտված է, սկսվում է իմ նոր կյանքը, նաև ավելացրել ենք որոշ էլեմենտներ, ինչպեսին է location-ը, որտեղ գրված է Արիմյանների գործարանը, նաև ավելացրել ենք time-ը, որտեղ գրված է այսօր նոր սկիզբ։ Լավ, հետաքրքիր է, կյանքնա, ձեր սիրած էջը, չէ, Instagram-ը։ Ուրիշ էլի չեք ավելացնում։ Մենք ենք մեր փուլ կոճակը, որտեղ Միքայելը հասնում է իր հետևորդներին, իսկ դուք ինչ կընտրեիք, հեշտ փողը թե ազնիվ աշխատանքը։ Սա Միքայելի ձևն է ազդելու հասարակության վրա, որպեսզի ուրիշները չմտնեն այն քաոսի մեջ, որի միջով ինքն անցավ։ Եվ դուք գրել եք, որ 23%-ը հեշտ փողը չի անցնում, մտնում է ազնիվ աշխատանքը, 74%-ը դա ունենք էլի ավելացնել Մենք գործել ենք նաև հեշտեգներ, հաշտեղ քաոսից դեպի լույս, հաշտեղ նոր սկիզբ։ Մենք կարծում ենք, որ եթե Միքայելը այսօր ապրեր, այլ օրինակով դաս կլիներ շատ երիտասարդների եւ կփրկեր երիտասարդներին ոսկե երիտասարդության կորտոնա ճանապարհից։ Հա, մոլորությունից կփրկեր շատ է։ Ունենք էլի ավելացնելու բան ձեր միջում։ Մենք հիզապացությունը, եթե Միքայելը մնար քաղաքացիներ, նա իր զորքումը կդարձներ հանրային դաս բոլորիս համար։ Լավ, շնորհակալություն, խնդրեմ նստեք, մեծամորձանքերներ։ Հիմա տեսայք երեխաներ, մենք օգտագործեցինք Instagram-յան էջը, չէ՞։ Եվ ինչն է այսա ցույց տվեց, որ մենք կարող ենք մեդիա դաշտից օգտվել խելացի ձևով եւ այն կիրառել նպատակային։ Այսպեսով մենք այս 4 խմբերի լսելուց ինչ կարող ենք եզրակացնել, որ կյանքում լինում են քաոսներ։ Մենք պետք է ձգտենք այդ քաոսից դուրս գալ եւ բարձրանալ դեպի լույսը։ Դասի այս հատվածը
ավարտվեց քննարկումը, շնորհակալություն։